Մենք գտնվում ենք Սանիսնելս խխունջաբուծական ֆերմայում, ես Վահե Հախվերդյան եմ, հիմնադիրը, սա միակ խխունջաբուծական ֆերման է այս պահին Հայաստանում, մինչ այդ երբևիցե մինչ վերջի 5 տարին գյուղատնտեսության հետ բացարձակ կապ չեմ ունեցել, եղել եմ ռեժիսոր եւ աշխատել եմ զուտ իմ մասնագիտությամբ։ 5 տարի առաջ ամբողջապես փոխել եմ իմ կյանքը, տեղափոխվել եմ բյուրական եւ զբաղվում եմ խխունջաբուծությամբ։ Այնքանով է դուր գալի ինձ այս աշխատանքը, որ քաղաքից կտրված ես, ապրում ես բնության մեջ եւ շատ ավելի հանգիստ եւ հավասարակշռված ես։ Նախ 5 տարի առաջ առաջի անգամ իմացա, որ այդպեսի գյուղատնտեսական ճյուղ կա։ Հետարքրեց ինտերնետից որոշակի ինֆորմացիա հավաքեցի, բայց դա բավարար չէր հիմնելու ֆերմա։ Այդ պատճառով մեկնեցի Եվրոպա, սովորեցի խխունջաբուծություն, վերադարձա եւ հիմնադրեցի։ Դե ես լրիվ ուրիշ միջավայրի մարդ էի մինչև այդ ու բոլոր ընկերներս, հարազատներս մտածում էին, որ ցնդել եմ, կոպիտ ասած, ինչ խխունջ, ինչ բուծել։ Բայց հիմա հակառակն է։ Հիմա բոլորը գալիս են եւ բոլորը մեծ հաճույքով ճաշակում են։ Արդեն գոյություն ունենք 5 տարի, ես ձեզ ասեմ, որ բացի խխունջաբուծությունից, այն համտեսի սրահը, որ ունենք, դա երևի թե աշխարհում նմանատիպ համտեսի սրահ, որտեղ հավաքված են աշխարհի լավագույն ուտեստների, խխունջների ուտեստների բաղադրատոմսերը, երևի թե աշխարհում կլինի 4-5-ը, ոչ ավել։ Եվ դրա շնորհիվ մենք արձագանք ունենք ամբողջ աշխարհից, ոչ միայն Հայաստանից։ Ես վերջերս օրինակ շատ հանկարծակի իմացա, որ այդպեսի ամսագիր կա Lonely Planet տուրիստական, մեր մոտ եկել էին տուրիստներ եւ ցույց տվեցին այն գիրքը, որը հրապարակվել էր եւ մենք արդեն տեղ ենք գտել այդ ամսագրում, այսպես ասած, որպես լավագույն Հայաստանի լավագույն ուղղություններից մեկը, խոհարարական ուղղություններից մեկը։ Մեր մոտ եթե հաշվարկ անենք 60-65%-ը դրանք առաջի անգամ համտեսողներն են եւ հայաստանաբնակ ժողովուրդն է, բոլորը գալիս են որոշակի կասկածանքով, բայց մինչև հիմա նախադեպ չի եղել, որ ինչ որ մեկին դուր չգա։ Մնացածը դրանք մարդիկ են, որ արդեն գիտեն այդ խոհանոցը եւ քանի որ աշխարհում մեծ մասը խխունջների, որոնք մատուցվում են ռեստորաններում, վայրի խխունջներն են, իսկ բուծման համար խխունջները լրիվ ուրիշ որակի են, շատ ավելի բարձր որակի են, բոլորը զարմանում են, թե ինչքան նրբահամ են խխունջները։ Խխունջների խոհանոցը դա բազմատեսակ խոհանոց է։ Այնտեղ կան եւ աղցաններ, եւ սուպեր, եւ տաք կերակուրներ, եւ մարինադներ։ Իմիջիալուց ասեմ, որ խխունջների խավիարն էլ է ուտելի եւ համարվում է նույնպես դելիկատես։ Մենք փորձում ենք գտնել այն բաղադրատոմսերը, որոնք նախ մեր քիմքին են մոտ, երկրորդը այսպես ասած որոշակի ֆերմերության ֆորմայի մեջ են, այսինքն կան խխունջներ, որ ոնց են, երևի գիտեք թանկ ռեստորաններում 3 հատ սենց ինչ-որ բանա դրած, 3 հատ սոուսա դրած եւ արժի ահռելի գումար, չէ, մեր մոտ այդպես չի։ Մենք փորձում ենք այնպես անենք, որ մեր այցելուները նաեւ կշտանան մեր ուտեստներով։ Բյուրականը իմ կարծիքով, ինչքան որ ես նկատում եմ, երևի թե ամենաարագ զարգացող տուրիստական ուղղություններից է Հայաստանում։ Բացվում են բազմաթիվ զվարճանքի վայրեր եւ դրանց ոչ թե համագործակցությունը, այլ դաշտը լցնելը բերում է նրան, որ ամենը իր այցելուն ունենում է։ Այս ուղղությամբ
ով որ շարժվում է, անպայման իր հետարքրող կետը կգտնի։ Տեսեք, երբ որ ֆերման հիմնվեց, գյուղի ժողովուրդը ընդհանրապես մտածում էր, որ իրան համար լրիվ անհասկանալի էր, թե ինչ ֆերմա է։ Բայց 2 տարի, 3 տարի, 4 տարի հետո, երբ որ տեսնում են, որ գալիս են հատուկ մարդիկ, կներեք իհարկե, հատուկ մեքենաներով, հատուկ զգեստներով մեր մոտ, դա իրանց թույլ է տալի, որպեսզի իրանք հասկանան, իրանց մղում է, որպեսզի իրանք էլ ինչ-որ մի բան անեն։ Իրանց մղում է դա, որպեսզի այն այցելուները, որ գալիս են, իրանք է դրանից օգտվեն։ Այսինքն մեր մոտ որ գալիս են, միշտ հարցնում են, իսկ որտեղ կարող ենք օրինակ գիշերել։ Եվ դրա շնորհիվ արդեն ինչ որ տեղեր բացվել են նոր guest house-ներ։ Իսկ այստեղ եկողներին ոնց որ որպես խորհուրդ որը կտակ, որ ուտեստը պարտադիր պետքա փորձեն, որ իմանան իրանք այս փորձառությունը անցել են։ Էսկարգո ոչ թե համի համար, այլ էսկարգո, որովհետև աշխարհում մնացած բաղադրատոմսերը այդքան տեղյակ չեն, ֆրանսիացիք են այդ էսկարգոն, այսպես ասած, սարքել դիլիկատեսը։ Բայց ես նախընտրում եմ իտալական ռեցեպտները, մալտայի ռեցեպտները, դրանք լրիվ ուրիշ խոհանոց են, բայց մարդ պետք է իմանա ինչա էսկարգոն։ Սխտոր, մաղադանոս, կարակ։ Բայց դա ամենագովազդված, հայտնի ուտեստն է խխունջների։ Արի տանեմ պրոյեկտը նրանով է լավ, որ մեր տեղի ներքին տուրիզմը դա աջակցելու է զարգացմանը։ Քաղաքում նստած մարդը չգիտի, որ Գյումրիում կա խաչքարի պատրաստման, որ ինքդ քո ձեռքով կարող ես փորձառություն ունենաս, կամ ձիավարություն, որտեղ կարող ես գտնես, կամ թեկուզ հենց խխունջաբուծական ֆերման, կամ վայրի բնության հետ կապված ձեր պրոյեկտը, արի տանեմը թույլ է տալի, որ քաղաքացին ունենալով ընտրություն գտնի իր հետարքրող վայրը ուր գնա եւ կարեւորը դրա համար ինքը չվճարի։ Լավագույն նվերը զուտ իմ կարծիքով դա լավ հիշողությունն է, ոչ թե իրը։ Իհարկե ես չեմ ասում Bentley-ն, իհարկե դա ուրիշ պատմություն է, բայց նվերը, որ ամբողջ հիշողության մեջ մնալու է ու քո կյանքը շարունակվելու է այդ հիշողությամբ, դա իհարկե լավ փորձառությունն է։